Ժոզե Տառամարկան որպես հեղինակ արդեն իսկ երևույթ էր այն տեսակետից, որ ի սկզբանե թանգարանը, երբ որ հիմնադրվեց, Հենրիկ Իգիթյանն այստեղ հավաքել էր միայն ազգությամբ հայ նկարիչներին։ Եվ կարող եմ ասեմ, որ առաջիններից էր Ժոզե Տառամարկան, որ հայ ազգի չէր, բայց միանգամից տեղ գտավ մեր հիմնական ցուցադրության մեջ, Շվեյցարիայից էր ժամանել այստեղ եւ ասեմ, որ շատ պատրաստված էր եկել Հայաստան, որոշել էր մի մեծ նախագիծ անի նվիրված Մեծ Եղեռնի 100-ամյակին եւ այնքան պատրաստված էր եկել 20 օրվա մեջ մեր ցուցասրահում պատրաստեց այդ մեծ նախագիծը, մի ընտանիքի պատմություն էր պատմում, ընտանիքը բաղկացած էր 7 հոգուց եւ այդ կինը կոչելով այդ նախագիծը արմատախիլ արվածները պատմեց այդ մի ընտանիքի օրինակով, թե ինչպես են մարդիկ արմատախիլ լինում իրենց հողից, տնից կտրվում են, ամեն մի անդամի կենսագրությունը այդ կինը ուսումնասիրել էր եւ ամեն կտորի վրա ուրեմն ֆիքսել էր այդ ընտանիքի մի անդամի կյանքի պատմությունը, չիմանալով բացարձակ հայկական տառեր, այդ կինը ուղղակի այստեղ թանգարանում, տեղում, ինչպես ասում ենք in situ, պարկած տառ առ տառ այդ հայկական տեքստը փոխանցում էր իր կողմից պատրաստված այդ պենոպլաստի կտորների վրա եւ մենք այստեղ տեսնում ենք տարբեր չափի տեքստեր, այսինքն նայած թե ընտանիքի որ անդամը ինչ երկարության կյանք է ունեցել, կա նույնիսկ մի կտոր, որտեղ ընդհանրապես տեքստը բացակայում է, որովհետեւ խոսքը գնում է 4 տարեկան աղջնակի մասին, որ ցավոք երկար կյանք չունեցավ։ Այս գլուխները նաև որ հիմնական նախագծի մեջ 32-ն էին, այստեղ մենք կարողացանք տեղադրել 18-ը, տեսնում եք տարբեր գույնի, որը ուրեմն նշմարում են պահը, որ տարբեր ազգեր նաև այս օրով հաստիպված են լինում լքել իրենց ուրեմն հողը եւ գնալ օտար ափերում փնտրել իրենց համար ավելի լավ կյանք։